Սա իհարկե փորձ է կոտրել վերջին ինստիտուտը, որը դեռ դիմադրում է Հայաստանի թրքացմանը, եւ ուշադրությունը շեղել այն շատ վտանգավոր հեռանկարներից Ռուսաստանի պաշտպանության նախարարն է դա ասում, որ կա վտանգ ռազմական գործողությունների Սյունիքի շուրջ։ Իրեն պահում է որպես հոգեկան որոշ խնդիրներ ունեցող մարդ, անիմաստ է իրան վերլուծելը, որովհետեւ վաղը որ նա Հայաստանը հանձնի, նա դրա հաղթարացումն էլ կմկացի։ Աշխարհը գնում է դեպի մեծ պատերազմ, այսինքն արդեն ունենք մեծ պատերազմ, գնալով էսկալացիայի մեր ռեգիոնում եւ Եվրոպայում դեպի մեծ էսկալացիա են գնում։ Եվ մենք գնում ենք դեպի պետականության կորուստ, եթե այսպես շարունակենք։ Ստանում են, չգիտեմ, միլիոն դրամ, ինչքան է ստանում ազգային ժողովում քֆուրներ դնելու համար։ Դե վատ կյանք չի։ Եթե այս ուժը վերընտրվի, այստեղ մնալը անիմաստ է դառնալ։ Հայաստան չի լինի։ Բայց պարզ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկացած ձևով ցանկանային, որ իրենց դեսպանը այստեղ մնար իշխանության։ Սա իրենց դեսպանն է։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը այս երկու շաբաթվա ընթացքում մոտ 3 տասնյակ գրառում արեցին, հիմնականում թիրախավորելով հայ առաքելական եկեղեցին։ Այն դեպքում, որ վերջին սոցիոլոգիական հարցումներով այն համարվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցը, հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ են աղանդավորական շարժումները եւ աթեիստական բանակը, սա լուրջ ցուցանիշ է։ Ինչով կգնահատեք նման հարձակումը ազգային պետական թիվ 1 կառույցի վրա։ Գիտեք, ես չգիտեմ իմաստ ունի շարունակել սա քննարկել, քանի որ սա արդեն իր մեղքը չէ, սա արդեն մեր մեղքն է, մեր հասարակության մեղքն է, մեր ընդդիմության մեղքն է, մեր այսպես ասած քաղաքական գործիչների հեղինակություն ունեցող մարդկանց մեղքն է, որ սա դեռ շարունակվում է։ Որևէ իրան հարգող երկրում հասարակությունում այսպիսի բան չէր լինի։ Նախ չէր ընտրվի մի մարդ, որ այսպես իրեն պահեր, եւ երկրորդը այսպիսի հայտարարություններից հետո նա չէր մնա իշխանության։ Սա արդեն իր մեղքը չէ, սա մեր մեղքն է։ Սա իհարկե փորձ է կոտրել վերջին ինստիտուտը, որը դեռ դիմադրում է Հայաստանի թրքացմանը, եւ ուշադրությունը շեղել այն շատ վտանգավոր հեռանկարներից, որոնք մեր առջև կանգնած են։ Ըստ որն է հիմնական մեր մարտահրավերներ այս ներկայիս աշխարհաքաղաքական բարդիրավիճակով։ Դե բոլորը դրա մասին գիտեն, Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչն է դա ասում, Ռուսաստանի պաշտպանության նախարարն է դա ասում, որ կա վտանգ ռազմական գործողությունների Սյունիքի շուրջ։ Եվ նայած դրան, թե կախված նրանց, թե ինչպես կզարգանան Ուկրաինայի շուրջ իրադրությունները, Իրանի շուրջ, Սիրիայում հիմա շատ լուրջ առճակատում է սկսվել Սիրիայի կառավարության եւ Իսրայելի միջև, որը կարող է ներքաշել Թուրքիային, այսինքն այստեղ ամենտեղ պատերազմ, մեր շուրջը պատերազմ է, մեր շուրջը փաստորեն հրդեհ է, իսկ մենք ուղղակի պարալիզացված, թմրացված վիճակում ենք։ Դուք աշխարհաքաղաքականը բավականին լուրջ կանխատեսումներ եք արեք, որ իրականացել են, որպեսզի կանխատեսենք մեր Հայաստանի ապագան, պետք է գնահատենք անցյալը, մասնավորապես 44-օրյա պատերազմը, ըստ ձեզ, ինչու սկսվեց եւ այդ գործընթացի ըստ էության շղթան հիմա շարունակվում է ու ապագան էլ դրան Դա շատ լուրջ հարց է, այդ հարցին պատասխանելու համար պետք է խոսել շատ եւ շատ մարդկանց հետ եւ ոչ այն ձևով, որով մեր մոտ է ընդունված անընդհատ բամբասել, անհիմն բաներ ասել։ Պետք է խոսել այն մարդկանց հետ, ովքեր այնտեղ կային, ղեկավարում են մեր բանակը, այն մարդկանց հետ, ովքեր մեր դիվանագիտությամբ էին զբաղվում։ Դա շատ մեծ հարց է, բայց ընդհանուր առմամբ պարզ է, որ սա մեր ձախողված իշխանության եւ ձախողված դիվանագիտության հետևանքներ եւ որոշ չափով մինչեւ այս խմբի իշխանության գալը մենք չտեսանք, որ գալիս է առճակատում Արևմուտքի եւ Ռուսաստանի, չնայած սրա մասին շատ անգամ գրել եմ, մենք չտեսանք Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը, որի մասին նույնպես ես գրել եմ, ոչ ոք չէր լսում։ Մենք դասեր չքաղեցինք 16 թվականի պատերազմից։ Մենք չկարողացանք ճիշտ բանակցել Ադրբեջանի հետ եւ այս անձը հրաժարվեց ասել հանրությանը, թե ինչ է նա բանակցում։ Նա սադրեց պատերազմը
Նա չկանգնեց ճիշտ որոշումներ չընդունեց պատերազմի ժամանակ, չկանգնեցրեց պատերազմը։ Անհավասարակշիռ գորգորոցներ եւ կոչեր արեց, որ ամեն գյուղից պետք է ինչ-որ մարդիկ հավաքվեն, բաճկոններով գնան ճակատ, այսինքն կորցրեց իր հավասարակշռությունը, որը չի կարելի անել, երբ դուք ղեկավարում եք երկիր եւ մանավանդ պատերազմական վիճակում։ Նայեք ինչպես է իրեն պահում Պուտինը։ Կարող եք իրան քննադատել կամ չքննադատել, բայց նա շատ հավասարակշիռ եւ ծանր ձևով իրեն պահում։ Ոչ թե այսպես։ Դրանից հետո էլ մենք եկանք այդ ամոթալի պայմանագրին նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո էլ նա Արցախը հանձնեց, ել որը բացատրեմ։ Ու դրանից հետո էլ այդքան տարի անցավ, մի քանի տարի անցավ, որևէ բան չարվեց, որ մեր դիվանագիտական սխալները ուղղել եւ փչացնելով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանը մենք մղեցինք Ադրբեջանի եւ Թուրքիայի գիրկը եւ արևմուտքի հետ որևէ ռեալ բան չկարողացանք ստանալ։ Նույն բանը ինչ որ արել էր մեր կառավարությունը 1918-ից 20 թվական։ Եթե ուշադիր հետևենք Նիկոլ Փաշինյանի ելույթներին, մասնավորապես ազգային ժողովում, նա հիմնավորում է Արցախի հանձնելը նրանով, որ ըստ էության Արցախը օգտագործվել էր Հայաստանը իր ասելով վզկապով ման տալու համար։ Կարող ենք ենթադրել, որ նա իշխանությանը եւ գիտակցված է գնացել Արցախի հանձնմանը։ Ուրեմն նա պետք է պատասխանի ինչու այդ դեպքում նա 2 տարվա ընթացքում 18-ից մինչև 20 թիվը ինչու նա չգնաց ինչ որ փողզիջումների, ինչու բանակցություններ չվարեց այնպիսի ձևով, որով պետք էր վարել, ինչու հայտարարություններ արեց սադրելով Ադրբեջանը, ասելով որ սա Հայաստանի է վերջը։ Գիտեք, մի մարդու հետ, որը անմեղսունակ է եւ իր տեղում չէ եւ անընդհատ անհավասարակշիռ գործողություններ է անում, իրեն պահում է որպես հոգեկան որոշ խնդիրներ ունեցող մարդ, անիմաստ է իրան վերլուծելը, որովհետեւ վաղը որ նա Հայաստանը հանձնի, նա դրա արդարացումն էլ կմտածի։ Նա կասի, ես միշտ գիտեի, որ Հայաստանը Հայաստան չէր։ Նա ինչ որ մի բան անընդհատ կասի։ Պրոբլեմը այն չէ, որ այդ մարդը անընդհատ իրեն արդարացնում է։ Պրոբլեմը այն է, որ մեր հասարակությունը չի կարողանում մոբիլիզացնել իր ուժերը եւ այս խայտարակությունը վերջանա։ Ուր է տանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը, հաշվի առնելով այն, որ հիմնականում շարունակում է վատթարացնել հարաբերությունները ռազմավարական միակ գործընկերոջ Ռուսաստանի հետ, Թուրքիա է տանում։ Մենք գնում ենք պետականության վաղճանի, հայոց պետականության վաղճանի։ Մենք պետականություն չենք ունեցել, եթե Կիլիկյան չհաշվեք, կարծեմ 1000 տարի, եթե Կիլիկյան հաշվեք, ասենք 700 տարի։ Եվ մենք մեկ անգամ եւս կորցնել ենք մեր պետականությունը, որովհետև նա որևէ պատասխան չունի այն հարցին, թե ինչպես է դիմադրելու Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ նա շրջապատված է արտասահմանից ղեկավարվող եւ գրանտերով սնվող քարոզիչներով, որոնք արդեն քանի տարի, առնվազն 7 տարի, եթե ոչ 10 տարի, արտասահմանից տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստանում եւ մեզ պահում են այս ծմրամիջոցների ազդեցության տակ։ Անընդհատ մեր ժողովրդի գիտակցությունը սրսկում են, որ մարդիկ հավատան, որ իսկապես Ֆրանսիան ինչ որ հրաշքով կամ Ամերիկան ինչ որ հրաշքով կարողանա այստեղ մեզ պաշտպանել կամ իր աշխատավորել մեր անվտանգությունը, այն պարագայում, երբ որ իրենց որ հարցնում ես այդ հարցը տալիս ես, նրանք ասում են այսպեսի բան չկա։ Մենք կարող ենք ձեզ զենք ուղարկել, այն էլ շատ սահմանափակ, կարող ենք ձեզ խորհրդատուներ ուղարկել բլոկնոտներով, հեռադիտակներով, բայց մենք որևէ հրաշք ձեզ չենք տա եւ մեր կարևոր գործընկերը Ադրբեջանն է։ Մենք ուղղակի պարալիզացված, այսպես թմրացած, անմերսունակ, ինչ որ անհասկանալի կիսախելագար վիճակում են։ Մեր հասարակությունը շատ խորը խնդիրներ ունի, շատ լուրջ խնդիրներ։ Թուրքիան ակնհայտորեն գալիս է տարածաշրջան։ Պարզ է Իրանը հայտարարությունների մակարդակով իր դիրքորոշումը արտահայտում է։ Ռուսաստանի պահվածք է այս դեպքում ձեր կարծիքով։ Թուրքիան վաղուց արդեն ներխուժել է տարածաշրջան, դա եղել է Արևմուտքի եւ Ռուսաստանի կոնֆլիկտի հետևանք, հենց այդ պատճառով Ռուսաստանը զիջումների գնաց Կովկասում։ Թուրքիան ուզում է կառուցել մեծ տուրանը, մենք տասնյակ տարիներով սրա մասին խոսում ենք։ Իր հետևը կանգնած է Արևմուտքը, իր հետևը կանգնած է որոշ դեպքերում Իսրայելը, չնայած հիմա հռչակատվելու են Սիրիայում։ Իր հետևը կանգնած է Կենտրոնական Ասիան։ Մեծ ուժեր կան, որոնք ուզում են այդ միջազգը ստանալ։ Եվ Թուրքիան առանձնապես որևէ ջանքեր չպետք է գործադրի, որովհետև մեր այսպես ասած ղեկավարը ամեն հարցով իրեն զիջում է։ Իսկ Ռուսաստանը այս վիճակում, երբ որ մենք կանգնած ենք միջուկային պատերազմի շեմին,
մանավանդ վերջի հարձակումներից հետո Ռուսաստանն այստեղ չի ցանկանում եւ մենք իրանց տեղ լինենք նույն բանը չենք ցանկանա, որ այստեղ լինի ինչ-որ լրացուցիչ անկայունություն կամ պատերազմ եւ որևէ դեպքում չի կարող ներքաշվել Կովկասում։ Պարոն Խաչիկյան, ձեր խոսքից էլ պարզ է եւ ակնհայտ է, որ մեր խնդիրը հիմնականում գործող իշխանություններն են։ Ինչ է պետք արվի, որպեսզի գործող իշխանությունները հեռացվեն։ Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին 30 տարվա ընթացքում հսկայական գումարներ են ներդրվել Հայաստանում հասարակական մտածողություն փոխելու վրա։ Այդ հարցը մենք անընդհատ տալիս ենք առնվազն պատերազմից հետո, այսինքն առնվազն 5 տարի բոլորը այդ հարցը տալիս են, բոլորը սկսում են վիճել, ինչպես է դա պետք անել, ընդդիմության մեջ տեսնում ենք, որ համաձայնություն չկա, թե ինչպես է դա պետք անել։ Ես շատ անգամ ասել եմ, ես ինչպես եմ կարծում, արդեն իմաստ չունի կրկնելը։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է կամ միավորվեն եւ այս հարցը լուծեն, կամ պետք է գնան, որպեսզի նոր մարդիկ գան։ Դուք ենթադրում եք, որ պետք է նոր ուժ ձևավորվի, իսկ միգուցե մի քանի ուժեր։ Այդ հարցը շատ ենք տալիս, ինձ մեկ է, ով է դա լինելու, մի ուժ, մի քանի ուժ։ Եթե նրանք կարողանան գոնե ժամանակավորապես համագործակցել, այս իշխանությունը հեռացնել եւ դրանից հետո ընտրություններ անցկացնել եւ ինչպես որ մեր ժողովուրդը որոշի, թող այդպես էլ բաժանեն իրենց աթոռները, իրենց պաշտոնները։ Ինձ մեկ է դա ինչպես է արվելու, բայց ես շատ հստակ տեսնում եմ, որ աշխարհը գնում է դեպի մեծ պատերազմ, այսինքն արդեն ունենք մեծ պատերազմ, գնալով էսկալացիայի մեր ռեգիոնում եւ Եվրոպայում դեպի մեծ էսկալացիա են գնում։ Եվ մենք գնում ենք դեպի պետականության կորուստ, եթե այսպես շարունակվի։ Ուրեմն թող մեր ընդդիմությունը, մեր քաղաքական գործիչները, այսպես ասած, գիտեք, մենք ունենք 127 թե 128 քաղաքական կուսակցություն, թող նրանք որոշեն դա ինչպես է արվելու, ինձ կարևոր է որ արդյունք լինի։ Նիկոլ Փաշինյանը գնում է նոր ընտրությունների եւ երկու խաղակարտով։ Մեկ Ստամոքսի գաղափարախոսությունն առաջ տանում, որ հասարակությունը ավելի լավ է ապրում, ու շարունակում է այսօր էլ ազգային ժողովում հայտարարեց, որ շատ ավելի լավ է ապրում, թվերով, պարզ է, դա իրականությունից հեռու է։ Եվ երկրորդը անվտանգության հարցն է բարձրացնում եւ ասում է եւ ես դա լուծում եմ խաղաղության խաչմերուկով։ Գիտեք, ես խելագար մարդու ասածը չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ մենք էլ ենք սկսում խելագարվել։ Անվտանգության հարցի մասին խոսեցինք, ինչ վերաբերում է տնտեսության, տնտեսական իրավիճակին, խոսացեք մարդկանց հետ։ Ուղղակի հարցեր տվեք իրենց։ Այսպիսի գներ ես Փարիզում չեմ տեսել։ Ես պատասխանատվությամբ ասում եմ, այսպիսի գներ ես չեմ տեսել ոչ Փարիզում, ոչ Լոս Անջելեսում, արդեն կարծեմ Նյու Յորքից էլ են կանցել։ Այս ինչ կներ են։ Այնտեղ մարդիկ ստանում են 20 անգամ ավելի շատ, քան մենք։ Իրենց միջին աշխատավարձը առնվազն 20 անգամ ավելի բարձր է, բայց մեր գները նույնն են։ Այսինքն մենք սովամահ պետք է լինենք այստեղ։ Ինչի մասին է նա խոսում։ Գները մի քանի անգամ բարձրացել են։ Վարկահակերը բարձրացել են։ Երկրում կա խաղամոլության խնդիր։ Մեր տնտեսության ամենամեծ չափանիշը, որքանով ես հասկանում եմ, դա բանից է, խաղամոլությունից է։ Թմրամոլության մեծ խնդիր կա, երիտասարդությունը թիրախավորվում է։ Ինչի մասին է խոսքը, ես չեմ հասկանում։ Գուցե իր կուսակցության անդամների համար է կյանքը ավելի քաղցր դարձել։ Երևի այո, որովհետև տեսնում եք ինչեր են գրում իրանց բանի գույքի մասին, աշխատավարձների եւ այլն։ Ստանում են, չգիտեմ, միլիոն դրամ, ինչքան է ստանում ազգային ժողովում քֆուրներ դնելու համար։ Դե վատ կյանք չի, բայց ժողովրդի հետ խոսեք, ժողովուրդը ձեզ կբացատրի։ Գյումրու ընտրությունները եւ ի դեպ նաեւ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունները բացարձակ հաղթանակի համար, միանձնյա հաղթանակի համար չունեն տոկոսներ։ Եվ միանշանակ եւ այսօր խնդիրը արդեն ընդդիմության դաշտում է։ Կմիավորվեն Գյումրու տարբերակով, կհաղթեն, գործող իշխանություններին կհեռացնեն, առաջիկա ընտրություններին չեն միավորվի։ Դե այդ հարցը բոլորը քննարկում են։ Գյումրիում նրանք հետո միավորվեցին։ Այն էլ մենք, եթե ճիշտ եմ հիշում, համարյա մի շաբաթ սպասեցինք, որ այդ որոշումը կայացվի։ Ես ասեցի, ես ցանկանայի, որ նրանք միավորվեն կամ գոնե իրար չխանգարեն։ Եթե ընտրություններ են գնում, չխանգարեն իրար։ Եթե այս ուժը վերընտրվի, այստեղ մնալը անիմաստ է դառնալ։ Հայաստան չի լինել։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, եթե վերլուծենք, տեսնում ենք, որ նա ցանկանում է հարաբերությունները հարթել Թուրքիայի հետ։ Ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանը կգնա այդ միջին լավագույն դեպքում միջանցքի հանձնմանը հadoop։ Նայեք,
պատմությանը նայեք իր բոլոր քայլերին։ Պատերազմից սկսած մինչև այսօր վերջի 5 տարվա ընթացքում նա ունի մի ոչ ունի։ Պարտվել, ծախողել, զիջել, հետո դա հերկել, ասել ես այսպեսի բան չեմ արել, կամ եթե արել եմ լավ եմ արել, ես արել եմ, բայց իմ մեղքը չի նախկինների ռուսների բանակի Արարատի պատմության մեղքն է, եւ անընդհատ տակից դուրս է գալիս։ Սա այս մարդու ոճը չի փոխվում։ Սա էլ է հոգեբանական երևույթ։ Նա միշտ ուրիշներին է մեղադրում, իր վրա երբևիցե պատասխանատվություն չի վերցնում, արդարացումներ է միշտ ման գալիս եւ շարունակելով քանդում է մեր պետությունը։ Նա շարունակելու է դա անել։ Ինչպես մենք մի օր զարթնեցինք, տեսանք, որ Ղարաբաղ այլևս չկա, զարթնեցինք, տեսանք, որ Կիրանցում ծառերով ու պատերով մեր անվտանգությունն է ապահովում, հետ է քաշվում, տեսանք, որ ջերմուկի բարձունքներն են գրաված, այդ նույն ձևով մենք կզարթնենք մի առավոտ եւ նրանք էլի սկզբից սուտ կասեն, հետո ոչինչ չեն ասի, հետո կասեն տվել ենք, զիջել ենք միջանցքը լավ ենք արել, մենք չենք արել նախկիններն են արել, այդ ոճը չի փոխվում իրանց մոտ։ Ուղղակի նայեք նրանք ոնց են իրենց պահում, պատասխանը դուք տեսնում եք։ Միանշանակ է, որ իշխանափոխության համար անհրաժեշտ գործոն է ոչ միայն ներքին, այլև արտաքին է։ Ինչ արտաքին ազդակներ ունենք, նախադրյալներ ունենք այս իշխանությունների փոփոխության հարցում։ Ես չգիտեմ ինչ արտաքին նախադրյալներ կան, բայց պարզ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկացած ձևով ցանկանային, որ իրենց դեսպանը այստեղ մնար իշխանության։ Սա իրենց դեսպանն է։ Ռուսաստանը չի ցանկանում այստեղ ներքաշվել ինչ որ ներքին քաղաքական խնդիրների, քանի որ դա պատասխանատվություն է հետո Ռուսաստանի համար լինելու։ Ռուսաստանն այդ ուժերը հիմա չունի եւ այստեղ անկայունություն չի կարող հանդուրժել եւ չի կարող ներքաշվել որևէ կոնֆլիկտների։ Ռուսաստանը չի ցանկանա այստեղ ներքաշվել։ Իսկ Թուրքիան-Ադրբեջանը ուղղակի կշարունակեն իրան օգնեն պահեն իշխանության, իրան եւ իրենց խմբին, իսկ արևմուտքին էլ կխնդրեն, որ շարունակեն այդ միլիոնավոր դոլարները ուղարկեն Հայաստան, որ մեր այսպես կոչված ազատ ԶԼՄ-ները, որոնք վարձատրվում են արևմուտքից, անընդհատ մեզ խեղաթյուրեն եւ անընդհատ մեր ժողովրդի հասարակական կարծիքը փոխեն։ Այս համայնապատկերի վրա, եթե մենք դիտարկում ենք քաղաքական դաշտը, կարծես թե բոլոր քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները գիտակցում են սա, սակայն ընտրությունների ժամանակ հասարակությունը մի այլ բան է ասում, ինչ պետք է արվի մեր հասարակության հետ։ Ընդդիմությունն է վարդ աշխատում, մենք ենք աշխատում։ Դեք իմ կարծիքը այդքան էլ այստեղ կարևոր չի, մարդկանց կարծիքն է կարևոր։ Նրանք ուզում են տեսնել մի այնպիսի այլընտրանք, այնպիսի ղեկավար, ում հետևից նրանք ուզում են կարող են գնալ։ Եվ նրանք չեն ուզում մեկ անգամ եւս դուրս գալ փողոց եւ մեկ անգամ եւս խաբվել։ Մեկ անգամ եւս տեսնել, որ բլան չկա, կամ էլի այդ մարդիկ հետ եկան շրջապատեցին ինչ որ շարժման ղեկավարին եւ այն մարդիկ սկսեցին բաժանել ինչ որ աթոռներ իրանց մեջ եւ այդ մարդիկ էլի անցյալից են։ Ժողովուրդը դա միլիոն անգամ ասել է ցանկացած մարդու հետ խոսացեք, համարյա ցանկացած մարդը ձեզ նույն բանը կասի։ Չնայած որոշ տարբերություններ կան, բայց մեծամասնությունը ուղղակի չի տեսնում այլ ընտրան։ Դրա համար պետք է ճիշտ պատրաստվել ընտրությունների, ճիշտ անցկացնել հասարակական կարծիքի այդ հարցումները, ճիշտ կազմակերպել ամեն ինչ։ Մեր մոտ դա այդքան էլ չեն սիրում։ Մեր մոտ ամեն մեկը ամեն ինչ գիտի։ Կարող ենք ենթադրել, որ ըստ էության լուծումը նոր քաղաքական ուժի, եթե ոչ լիդերի դաշտ գալը։ Դա կախված է նրանից, թե ինչ կցանկանա մեր ժողովուրդը, մեր հասարակությունը եւ ինչպես իրեն կպահի ընդդիմությունը։ Ես ասացի, կամ պետք է միավորվեն, կամ պետք է իրար չխանգարեն եւ հաղթեն, կամ եթե չեն կարող դա անել, պետք է հեռանան, որտեղ արդեն 7 տարի այս խայտարակությունը շարունակվում է։ Առնվազն 5 տարի մենակ պատերազմից հետո։ Սա շատ տարօրինակ է, այսպեսի բան նորմալ երկրում հանրապետությունում չէր լինի։ Ձեր խոսքերից կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալուն նպաստում է նաեւ ընդդիմության վարքագիծը։ Չեմ կարող ասել, դա գիտակցաբար են անում, թե անում են, թե չեն անում, բայց փաստը այն է, որ նա մնում է իշխանության։ Նրանք մի քանի տարի փորձում են ինչ-որ շարժումներ անել, բայց նա մնում է իշխանության։ Իսկ մեր ազգային ժողովը վերածվել է ինչ որ ոնց որ ասում են քուչի բազար, փաստորեն, բեսեդկա։ Մեր տարածաշրջանի վրա անմիջական ազդեցություն կարող է ունենալ Իրանում զարգացումները, ձեր կանխատեսումները։ Գնում են այնտեղ։ Դե դժվար է ամեն ինչ կանխատեսել, իհարկե Իրանում թվում է թե գնում են դեպի խաղաղ լուծում, այնտեղ միակ հարցը որ մնացել է, արդյոք Իրանը կարող է հարստացնել ուրանը, թե ոչ։
Իսրայելի այս ռազմական հանցագործների ֆաշիստական ղեկավարությունը, որը շարունակում է սպանել պաղեստինցիներին նապաստակների պես, դա տեսնեք երեք երեխաներին սոված երեխաներին հավաքել են, որ հաց բաժանեին ու կրակել են երեխաների վրա 27 հոգի մահացել էր։ Այդ երեխաների հացը արյան մեջ էր։ Սա հանդուրժում է այսպես կոչված Եվրոպան, քաղաքակիրթ արևմուտքը, սա ֆինանսավորում է Միացյալ Նահանգները, մի երկիր, որ իրեն հռչակել է դեմոկրատիայի բաստիոն։ Սա շատ դժվար է ընդունել, որ արևմուտքը այսպես բանկրոտ դարձավ եւ իրեն լրիվ հեղինակազրկեց։ Բացարձակ հեղինակազրկեց։ Իրանում ոնց որ գործը գնում է դեպի խաղաղ պայմանագրի եւ Իրանը ուզում է երրորդ ինչ որ ընկերությանը վստահել այդ ուրանի հարստացման process-ը, որտեղ լիովին չի ուզում հրաժարվի։ Իհարկե ճիշտ կլիներ, մեզ համար նպաստավոր կլիներ, որ սա լուծվեր խաղաղ ձևով, որտեղ Իրանի շուրջ ինչ որ ռազմական գործողություններ նշանակում են, որ մենք զրկվում ենք վերջի մեր ինչ որ հնարավոր գործընկեր պետության օգնությունից, որտեղ Իրանը մեզ օգնել չի կարողանալու եւ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես է շատ անգամ ասել եմ, ճնշելու են Իրանը, որպեսզի այդ Սյունիքի հարցում նա գնա զիջումների։ Իշա նրանց։ Դուք նշեցիք, որ արևմուտքը խայտառակվեց, ըստ էության այլ լեզվով ասած, դա նշանակում է միջազգային իրավական նորմերը չեն գործում։ Իսկ դուք ինչ միջազգային իրավական նորմերի մասին կարող եք խոսել, երբ Միացյալ Նահանգների ղեկավարը ասում է, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության բնակչությունը 2 միլիոն մարդ նա դուրս է հանել։ Դուք այսպեսի բան լսել եք։ Այսպեսի բան գրված է ՄԱԿ-ի խառնուրդում։ Ինչի մասին է խոսքը, ինչպես կարելի է խոսալ ինչ որ բանի մասին ընդհանրապես, կամ երբ ահաբեկչին բերում են իշխանության Սիրիայում։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Բայց մեր այս վարձկանները, մեդիա վարձկանները շարունակում են քննադատել միայն մի երկիր՝ Ռուսաստան, եւ աչքերը փակում են։ Մի բառ չեն ասում։ Երեխաների սպանությունների մասին 60,000 մարդ է մահացել Պաղեստինում, ոչ այդ բառը չեն կարողանում ասել, որովհետեւ միանգամից կզրկվեն իրենց դոլարներից, Սիրիայի մասին, ալավիների ջարդերի մասին, քրիստոնյաների սպանությունների մասին, ահաբեկիչները մի քանի օր առաջ հիմա պաշտոնապես դառնալու են սիրիական բանակի մաս։ Դրա մասին էլ ոչ ոք չի խոսում, ահաբեկիչը դառնում է պաշտոնական բանակ։ Ահաբեկիչների բանակը դառնում է պաշտոնական բանակ։ Այսպեսի բան դուք միջազգային օրենքի մեջ տեսել եք։ Այսինքն ինչպես կարելի է խոսել դրա մասին։ Մենք այլևս որևէ բան չկա։ Ոչ օրենք, ոչ էլ միջազգային հանրություն։ Եթե չկա միջազգային օրենքներ եւ նորմեր, բնականաբար մեր քաղաքականությունը պետք է կառուցվի հողի վրա, իսկ հողի վրա միանշանակ է, որ Հայաստանի շահերի հետ համընկնում է Ռուսաստանի շահերը։ Դե գիտեք, որպեսզի որոշել ում շահերն է մեր հետ համընկնում, պետք է ունենաք մի ղեկավարություն, որը կարող է մտածել։ Այս ղեկավարությունը մտածել չի կարող։ Նայեք վերջի 7 տարվա պատմությունը։ Նրանք չեն մտածում։ Նրանք հրահանգներ են ստանում արևմուտքից, զանգեր են ստանում, վազում են արևմուտք, հետո ներողություն են խնդրում ռուսներից, հետո սկսում են գորգորալ, հետո սկսում են բանանել, փառատոններ կազմակերպել, ոդկասթներ կազմակերպել, հեծանիվ քշել, սա խելագար մարդու երազ է։ Սա ոնց որ մարդ գտնվի հոգեբուժարանում եւ երազ տեսնի։ Այսպեսի բան որևէ երկրում ես չեմ տեսել։ Սա լուրջ չէ։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի շահերին, Ռուսաստանը ինքը կորոշի ինչ շահեր ունի այստեղ։ Մենք ցույց տվեցինք ռուսներին, որ մենք վստահելի դաշնակից չենք, ներքին անկայունություն ունենք, ռեգիոնում մեծ անկայունություն է, այնտեղ կա բավականին ուժեղ պրոթուրքական լոբի, որը Պուտինին համոզում է, որ պետք է թուրքերի հետ լեզու գտնել, թուրքերին սիրաշահել եւ այլն, եւ որ հայերը անվստահելի են։ Եվ մենք իրենց օգնեցինք։ Մեր վարկով մենք ապացուցեցինք, որ նրանք ճիշտ են։ Հետևաբար մեր գոյաբանական խնդիրն է եւ ազգային առնապատվության խնդիրն է իշխանությունների հրացումը։ Դե չգիտեմ, թող մարդիկ մտածեն, եթե մեզ արդեն պատրաստում են, որ 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, դրանից հետո անխուսափելիորեն սկսում են բախումներ, կռիվներ, դրանից հետո միանգամից գալու է Ադրբեջանի բանակը։ Դա այդտեղ հարց էլ չկա։ Սա մեկը մյուսի հետևից հետևելու է առանց որևէ կասկածի։ Այսինքն մենք պետք է արդեն մեր իրերը հավաքենք, ճամպրուկները հավաքենք։ Շնորհակալություն, պարոն Խաչիկյան, շատ կարևոր զրույցի համար։ Շնորհակալ։ Պանորամայի մեր հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար։ Կհանդիպենք առաջիկա եթերներում։ Ցտեսություն։